Ալպերի ստորոտում, Ռոնի հովտի սրտում գտնվում է Սիոնը, շվեյցարական Վալոկանտեի վարչական կենտրոնը։ Քաղաքը հայտնի է իր պատմությամբ, միջնադարյան ճարտարապետությամբ եւ իհարկե երկու խորհրդանիշներով՝ Վալերեի բազիլիկայով եւ Տուրբիոնի ամրոցներով։ Դրանք բարձրանում են քաղաքի երկու բլուրների վրա եւ կարծես վերևից հսկում Սիոնի առօրյան։ Այստեղ միջնադարյան շինությունները, հին փողոցներն ու հրապարակները կողք կողքի են ժամանակակից Սիոնի հետ։ Սակայն այս օրերին Սիոնի ուշադրության կենտրոնում պատմական հուշարձանները չեն։ Քաղաքը պատրաստվում է հերթական եվրոպական ֆուտբոլային երեկոյին։ Տուրբիոն մարզադաշտում այսօր որոշվելու է կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի Սիոն-Նոա դիմակայության հաղթողը։ Առաջին խաղը ցույց տվեց, թե որքան անկանխատեսելի է այս դիմակայությունը։ Երևանում թիմերը գրանցեցին գոլառատ ոչ ոքի 2-2։ Եվ հանդիպումն առանձնացավ ոչ միայն 4 գոլով, այլև 2 կարմիր քարտով։ Պատասխան հանդիպումից առաջ Նոան Սիոնում անցկացրեց նախախաղային վերջին մարզումը, արդեն լիովին կենտրոնացած խաղի վրա։ Մարզումից առաջ կայացած մամուլի ասուլիսում Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսեց առաջին հանդիպման եւ պատասխան խաղում սպասվող արդյունքի մասին։ Շատ լավ ենք պատրաստվել, ցավոք մի շարք կարևոր ֆուտբոլիստներ չեն կարողանա խաղալ։ Շիրակի հետ հանդիպումից հետո մարզումների համար շատ ժամանակ չունեինք, բայց այն օգտագործեցինք վերլուծության եւ տակտիկական պատրաստության համար։ Թիմն այժմ լավ վիճակում է, ինձ դուր է գալիս մեր ներկայիս մարզավիճակը։ Վերջին հանդիպումներում հարձակման գծում շատ լավ ենք գործել։ 4 գոլ ենք խփել Շիրակին, 2 գոլ Սիոնին, 3 գոլ Սյունիքին, 2 գոլ Զիմբրուին։ Պատրաստ ենք ցույց տալ, որ կարող ենք մրցակցել նման մակարդակում։ Ցանկանում եմ, որ թիմը համարձակ լինի։ Ֆուտբոլում կարելի է հաղթել, կարելի է պարտվել, բայց գլխավորն այն է, որ ցուցադրես հաղթելու ձգտում եւ պայքար։ Մարզչի հետ ասուլիսին ներկայացած Տակու Տողոշիման էլ խոսեց մրցակցի եւ ֆուտբոլիստների պատրաստվածության մասին։ Առաջին խաղում չկարողացանք պահպանել այն տեմպն ու խաղի որակը, որով սկսել էինք հանդիպումը։ Մենք դասեր ենք խաղել դրանից։ Պատասխան մրցավեճում պատրաստվում ենք խաղալ այնպես, ինչպես խաղում էինք առաջին հանդիպման սկզբում։ Ինձ համար նման հանդիպումներում անհատական որակները ամենակարևորը չեն։ Պետք է խաղալ թիմի համար, շատ աշխատել եւ պայքարել մինչեւ վերջ։ Երևանում գրանցված 2-2 հաշիվը ցույց տվեց, որ այս դիմակայությունում որևէ մանրուք չի կարելի անտեսել։ Սիոնի պատմական բարձունքներից մինչև Տուրբիոնի կանաչ խոտածածկ։ Քաղաքը պատրաստ է եվրոպական հերթական երեկոյին։ Իսկ այս երեկոն Նոայի համար կարող է դառնալ եւս մեկ կարևոր քայլ երրորդ տարին անընդմեջ կոնֆերենցիաների լիգայի որակավորման 4-րդ փուլի ուղեգիր նվաճելու համար։